Ադրբեջանի զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելարուսի հարաբերություններում։ Այս երկրների գործընկերներ են հապկում, բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել։ Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել, ընդգծելով, որ Բելարուսը Ադրբեջանին զենք է վաճառում այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատև հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Բելարուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ երկրի որոշ զինատեսակներ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների դեմ։ Բելարուսական պետական եւ մասնավոր ռազմարտությունաբերական ընկերությունները տարիներ շարունակ սպառազինություն եւ դրանց առնչվող ծառայություններ են վաճառել Ադրբեջանին։ Օրինակ, Tetraeder մասնավոր ընկերությունը օգնել է Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Tetraeder-ի ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ այս ընկերության տեխնոլոգիաները կիրառվել են 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մենք նախկինում եւս գրել ենք Բելարուսի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մասին, սակայն Tetraeder-ի զեկույցը առանձնանում է նրանով, որ դրանում կա հստակ փաստ։ Ընկերության մշակած Pechora-2TM զենիթահրթիռային համալիրները կիրառվել են 44-օրյա պատերազմում եւ խոցել հայկական 11 անօդաչու թռչող սարք։ Մենք այս ինֆորմացիայի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել Հայաստանի պաշտպանության նախարարությունից, որը սակայն հղում անելով պետական գաղտնիքին տեղեկություն չի տրամադրել։ Իսկ Tetraeder-ի զեկույցում կա նշում, որ 44-օրյա պատերազմում արկի պայթյունից աննշան վնասվածքներ է ստացել Pechora-2TM համալիրներից մեկը։ Համացանցում կա մի տեսանյութ, որի մեկնաբանության մեջ նշվում է, թե անօդաչուն հարված է հասցնում այս համալիրի կառավարման կենտրոնին, բայց ոչ թե ոչնչացնում է, այլ միայն վնասում։ Այս թեմայով հարցում ենք ուղարկել նաև Հայաստանի քննչական կոմիտե։ Այս կառույցն է իրականացնում 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննություն, բայց կոմիտեն մեզ հայտնել է, որ վարույթում առկա չեն տվյալներ պատերազմի ժամանակ բելարուսական Pechora-ների կիրառման մասին։ Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդհանրապես չի արձագանքել մեր բելարուս գործընկերների հարցմանը։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տևեց 44 օր։ Օտարերկրյա ուժերի եւ վարձկանների աջակցությամբ Ադրբեջանը գրավեց Արցախի հանրապետության մեծ մասը, իսկ մնացած տարածքը կարողացավ զավթել 2023-ի սեպտեմբերին։ Դրանից հետո ավելի քան 115,000 հայ բռնագաղթեց Հայաստան։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի ագրեսիան անվանեց ազատագրական պատերազմ։ Սրանի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելարուս այլևս չի մեկնի, քանի դեռ երկրի ղեկավարը Լուկաշենկոն է։ Երկու երկրների միջև հարաբերությունները մինչ այսօր մնում են լարված։ ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բայց նաև հետևյալն եմ ուզում ասեմ, ես արձանագրում եմ, որ Բելարուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելարուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված եւ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելարուս չի այցելի։ Ընդհանրապես Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելարուսական Tetraeder ընկերությունը 2006-ից 2020 թվականներին ադրբեջանցի գործընկերների հետ առնվազն 16 պայմանագիր է կնքել։ Դրանք վերաբերել են ինչպես գույքի մատակարարմանը, այնպես էլ տեխնիկական սպասարկմանը։ Միայն երկու պայմանագիր, որոնք ստորագրվել են 2017 թվականի դեկտեմբերին ու վերաբերել են Pechora-2TM համալիրների սպասարկմանն ու ընթացիկ նորոգմանը, արժեցել են ավելի քան 13 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ այս պայմանագրերը կնքելուց առաջ 2017 թվականի հոկտեմբերին Բելարուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Pechora-2TM համալիրների գործարքը բելարուսական պետական ընկերությունների գործարքներից տարբերվում է նրանով, որ Tetraeder մասնավոր ձեռնարկության գործընկերը եղել է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունը NPO Navigation Systems-ը։ Այս ընկերության մասին մենք եւ մեր արտասահմանցի գործընկերները մանրամասներ են գտել Pandora-ի փաստաթղթեր թղթապանակում, որն ամբողջությամբ հասանելի է հետքին։ Սա օֆշորային կազմակերպություններից երբևէ եղած ամենախոշոր արտահոսքն է։ Pandora-ի փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2020 թվականի ապրիլին, այսինքն 44-օրյա պատերազմից ընդամենը կես տարի առաջ, NPO Navigation Systems օֆշորային ընկերության շահառուտերերը եղել են երկու ադրբեջանցիներ՝ ռազմական ոլորտի հետ կապ ունեցող Ֆուադ Սեիդալիևը եւ Արիֆ Ռահիմովը։ 2020 թվականի ապրիլին նրանք իրենց բաժնեմասերը փոխանցել են իսրայելցի Դավիթ Սուտովսկուն, որը մինչ այդ ընկերության տնօրենն էր։
NPO Navigation Systems-ը, Ռահիմովը եւ Սուտովսկին չեն պատասխանել մեր գործընկերների հարցումներին, իսկ ահա Սեիդալիևը հեռախոսով հերքել է իր կապը օֆշորային ընկերության հետ։ Նա բնականաբար ստել է։ Դեռևս նախորդ տարի հետքի ձեռքի տակ էին հայտնվել Բելարուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք գաղտնի նամակներ, որոնք փոխանակվել էին 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո։ Բելարուսը Ադրբեջանին վաճառել է ամենատարբեր տեսակի սպառազինություն եւ ծառայություններ։ Մեր ձեռքի տակ եղած նամակագրությունը վերաբերում է մասնավորապես Շիլկա, Գրոզա S, Պոլոնես, Օպտիմա համակարգերին։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով 2011-ից 2020 թվականներին Բելարուսը եղել է Ադրբեջանի զենքի 3-րդ խոշոր մատակարարը, զիջելով միայն Ռուսաստանին ու Իսրայելին։ Մինչդեռ Բելարուսից Հայաստան այդ նույն շրջանում զենք չի մատակարարվել։ Բելարուսի եւ Ադրբեջանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտով չի սահմանափակվում, բայց այս սեգմենտը շարժիչ ուժ է նրանց համար։ Ադրբեջանը ստանում է բելարուսական զենք եւ տեխնոլոգիաներ, Բելարուսը ադրբեջանական փող եւ նավթ։ Այս համագործակցությունը ձեռնտու է միմյանց եղբայրներ անվանող երկու ավտորիտար ղեկավարներին՝ Լուկաշենկոին եւ Ալիևին։ Մյուս կողմից այս համագործակցությունն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի ու Բելարուսի մեկ ռազմական դաշինքի անդամ լինելը։ Երկու երկրների միջև գաղտնի նամակագրության արտահոսքն ու լրագրողական հետաքննություններն օգնում են լույս սփռել հարավային Կովկասում ստեղծված նոր իրականության եւ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վրա։ Եվ մինչ տարբեր ուժեր խոսում են մեր տարածաշրջանում խաղաղության մասին, գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս սպառազինվելու ադրբեջանական ծրագրերը, որոնք ոչ միայն չեն թուլացնում, այլև ավելի են խթանում լարվածությունն ու վստահության պակասը հարավային Կովկասում։